Այսպիսի անկայուն պայմաններում, երբ կուսակցությունները դեռևս վերջնականապես ձևավորված չեն, չկան լուրջ, մրցակից, ուժեղ, զանգվածային կուսակցություններ, ես կարծում եմ պարլամենտական համակարգը մշտական անկայունության հիմք կստեղծի Հայաստանում։ 1995-ի մայիսի 2-ին Գերագույն խորհուրդը սկսում է Հայաստանի ապագա սահմանադրության շուրջ քննարկումները։ Իշխանությունն արդեն մերժել էր ընդդիմադիր 6 քաղաքական ուժերի ներկայացած սահմանադրության նախագիծը։ Քննարկվում էր միայն իշխանության տեքստը։ Որոշված էր, որ սահմանադրությունը հանրաքվեի կդրվի հենց առաջին գումարման ազգային ժողովի ընտրությունների օրը։ Ընդդիմությունը հայտարարում է, իշխանության հիմնական օրենքի նախագծում նախագահն ունի գրեթե բռնապետի լիազորություններ, բոլորին ինքն է նշանակում եւ ազատում։ Մայիսի 12-ին խորհրդարանը հավանություն է տալիս հիմնական օրենքի միակ տեքստին։ Քվեարկության օրը խորհրդարանում է նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընդդիմությունը հենց խորհրդարանում ժողովրդին կոչ է անում հուլիսի 5-ին ոչ ասել ՀՀՇ-ի սահմանադրության նախագծին։ Խորհրդարանը որոշում է, որ հանրաքվեի դրված սահմանադրությունը կհամարվի ընդունված, եթե այո են քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների 1/3-ը։ Պետական նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարում է. մենք պարտավոր ենք ունենալ այս սահմանադրությունը։ Հանրաքվեից մեկ օր առաջ նախագահ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, ով դեմ է սահմանադրությանը խորհրդարանում անելիք չունի։ Հուլիսի 5-ին գրեթե բոլոր ընտրատեղամասերում արձանագրվում են խախտումներ։ Քվեարկության օրենքով սահմանված ամբողջ ընթացքում ընտրություններին չի մասնակցում ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների 1/3-ը։ ԿՀ-ն ստիպված օրենքի խախտումով եւս 2 ժամ ավելացնում է քվեարկության ընթացքը։ 3 օր հետո ԿՀ-ն արձանագրում է, որ ընտրողների 68%-ն այո են ասել իշխանության սահմանադրությանը։ Կոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը հայտարարում է, որ իշխանությունը 2 անգամ ավելացրել է այոների թիվը։ Միջազգային դիտորդները հանրաքվեի քվեարկությունը չեն առանձնացնում ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունից, ասելով, որ դրանք ազատ էին, բայց ոչ արդար։ Մոտ 3 տարի հետո Վանո Սիրադեղյանը խորհրդարանում պարզաբանում է, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ջանքերով ընդունված սահմանադրությունն էլ պատճառ դարձավ, որ հայտնի եռյակը կարողանա հասնել նրա հրաժարականին։ Վիճակի զարգացումը դրած էր կոնստիտուցիայի հիմքում, սահմանադրության մեջ, որ ընդունվել է 1995 թվականին։ Այսինքն, որը թույլ էր տալիս, որ նախագահական իշխանությունը կապված անձերի իշխանության մեջ գտնված գործադիր անձերի աշխարհայացքի փոփոխությունից, քաղաքական հայացքների փոփոխությունից, համակարգներից դառնա միանգամից վարչապետական իշխանություն։